Պարոն Առաքելյան, ինչ շանսեր ունի ձեր թեկնածուն։ Այս բազմությունը, որ կա փառաքարամանքի տեսնելով, կարծում եմ այլևս կասկած չկա ու նաև եւ Քարոզ Արշավի այս ընթացքը ու նաև 3 տարիների աշխատանքը, որ մեր թիմը կատարել է, վստահ ենք, որ կարժանանանք փառաքարամանքի բնակիչների վստահությանը եւ առանց որևէ խնդիրների կստանձնենք իշխանությունը այս անգամ։ Դատելով նախորդ ընտրություններից ինչ եք կարծում, արդյոք իշխանությունը ռեպրեսիաներ կկիրառի եւ այն ինչ որ տեղի ունեցավ նախորդ ընտրություններին, ինչ որ առումով կկրկնվի։ Այս ընթացքում էլ բազմաթիվ վարչական ռեսուրսների օգտագործում, հակաքարոզչություն, որը հատուկ է ԿՊ-ին, սակայն վստահ ենք, որ հանրության այն աջակցությունը, որ մենք կունենանք, դա ավելի մեծ ուժ է, քան իշխանության ցանկացած ռեպրեսիա։ Գիտեք, որ այսօր նաև Գյումրիում խոզարկություններ են իրականացվել, արդյոք ձեր թեկնածուի գրասենյակը խոզարկվել է եւ առհասարակ ինչ կարծիք ունեք, հա, նախընտրական Քարոզ Արշավի վերջին օրերին իշխանությունը, իրավապահ համակարգը նման գործողություններ իրականացնում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ։ Սա իշխանության ձեռագիրն է, որ իրավական խնդիրները միշտ քաղաքական նպատակով է օգտագործում, եթե անգամ կան իրավական խնդիրներ, ընտրակաշառքի դեպքեր, որոնք միանշանակ դատապարտելի են, դրանք պետք է ստանան բացառապես իրավական լուծումներ, սակայն իշխանության այն գործիքները, որ օգտագործում են, քարոզչություն, հակաքարոզչություն, խոսում են այն մասին, որ նույնիսկ ամենափոքր դրվագը նրանք քաղաքական նպատակով են օգտագործում ու նաև անընդունելի է թեկնածուների նաև ընտանիքի անդամների ձերբակալությունը, որովհետև նույնիսկ եթե տեղի ունեցել խնդիրներ, ապա ձերբակալումը դա ամենաարդյունավետ միջոցը չի, առավել ևս որ չկան, հստակ հիմքեր, նաև դատարանի որոշումներ, այդ տեսանկյունից ակնհայտ է, որ սա խոսում է այն մասին, որ իշխանությունը Գյումրիում որևէ շանս չունի ընտրվելու եւ բոլոր գործիքակազմը օգտագործում է ռեպրեսիաներով, փորձելով ինչ-որ արդյունքի հասնել։ Չէ, որևիցե խնդիր այդ մասով չկա, բայց կապ չունի, եթե կան ընդդիմադիր այլ թեկնածուներ, որոնց նկատմամբ իրավախախտումներ, նաև ռեպրեսիաներ են իրականացվում, բնական է, որ մենք մեր մտահոգությունը եւ դիրքորոշումը հայտնել ենք։ Պարոն Առաքելյան, արդեն մտածել եք որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու մասին, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Փառաքարում նկատի։ Փառաքարում մենք նման սցենար չենք քննարկում, գնում ենք 50%-ից ավել ձայներ հավաքելու եւ որևիցե այլ ուժի հետ որևէ քննարկում կամ մտադրություններ բնական է չեն կարող լինել։